անգամ եթե գործը այդ լավ չի գնում ու տեսնում ես, որ պարտվում ես ընտրություններում, պետք է քեզ պահել հավասարակշիռ եւ հարգալից մարդկանց հետ։ Այսօր Հայաստանի վարչապետը փողոցային ձևով, փողոցային բառապաշարով հարցնում էր, թե որն է մեր ուժը։ Մեր ուժը դա մեր ծրագրերն են ու կամքը այդ ծրագրերը իրականացնելու։ Մեր ուժը բանակի վերափոխումն է 10,000 նոր անօթաչուներով, որը մեր տնտեսությունը կարող է ձգել, հայկական հակաօդային պաշտպանության վերաստեղծումն է մեր ուժը, որը կօգնի Հայաստանի օդը վերջապես ապահով պահել, ոչ թե մի հատ անօթաչու մինչև Աբովյան գա։ Դա է մեր ուժը ու մեր կամքը, եւ մենք անելու ենք ամեն ինչ, որ հասնենք դրան։ Իսկ որն է քո ուժը։ Ես վերջերս ոնց որ բնավորություն ես սարքել հայերի հետ, Հայաստանի քաղաքացիների հետ արայով խոսես։ Այցելությունների ժամանակ էլ եմ տեսնում։ Արայով մի խոսա, ոնց որ երաժշտություն ուզում ես թարգես, գողական գնաս։ Մի գնա, այլ զբաղվի երկրի վարչապետին հարիր գործերով։ Եթե արայով խոսացող էիր, մինչև վարչապետ լինել այդ խոսեիր եւ տեսնեինք ինչ կլինի։ Չնայած լսել եմ, մի անգամ խոսել ես, հետևանքների մասին էլ եմ լսել։